Սիրելի եկեղեցի, բարի Աստծո օր, Տիրոջ լույսն ու օրհնությունը ամենքիս թող լինի։ Իմ սիրտը միշտ մի անանուն ցավ է տանջում, անանց մի վիշտ, խորը թաքուն եւ անհնչուն, կամ իմ օրմոք մի վիշտ անհուն, որ չի ննջում, կա անամոք մի տխրություն ամեն ինչով։ Տեր ջան, հույսով, հավատով սպասելու եմ, որ մի օր թակելու ես հոգուս եւ սրտիս դուռը, ներս ես մտնելու եւ լցնելու ես քո փառքը եւ զորությունը։ Միշտ քո կարիքն ունեմ, Հիսուս, իմ սիրելի Աստված, ամենուր ուղեկից եղի կյանքիս ամեն շրջանում եւ բոլորի ով ունի քո կարիքը։ Մեր գիշերն ու բացվող առավոտն էլ քեզ ենք հանձնում, որ խաղաղ լինենք։ Փառք, պատիվ, մեծություն քեզ, ամենակարող Աստված։ Շնորհակալ ենք, Տեր, քո սիրուտ եւ քո ողորմությանդ համար։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու մեզ կյանք ես տվել, մեզ օրհնել ես, զորացրել ես եւ Տեր Աստված, մեր աչքերը բացել ես տեսնելու քո փառքը, տեսնելու քեզ, Տեր ջան, տեսնելու քո ստեղծագործությունը։ Հիսուս, ինչ գեղեցիկ ես, Տեր, գեղեցիկ է քո ամեն մի ստեղծածը, օրհնիր մեզ, զորացրու մեզ, ուշ կարողություն տուր այս դժվարին օրերի մեջ, Տեր ջան, քեզ ավելի հուսալու, ավելի հավատալու, վստահելու, մեր վստահությունը դնելու քեզ վրա, Տեր ջան, եւ հուսալու քեզ, որովհետեւ դու մեր հույսը եւ մեր ապավենն ես, Տեր։ Թող ոչ մի բան, ոչ մի ձայն, ոչ մի շշուկ մեր մտքերը չխանգարեն մեզ դեպի քեզ գալու։ Օրհնում եմ քեզ, փառք եմ տալի քեզ, շնորհակալ եմ, Հայր սիրո Աստված, խաղաղության իշխան, թող ողջ փառքը բարձրանա ամենակարող Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։ Փառք Տիրոջը, ինչ սքանչելի է Տերը։ Այսօր մեզ եկել է ծառայելու իր խոսքով մեր շատ սիրելի Արմեն եղբայրը։ Ինձ թվում ներկայացնելու կարիք չկա, բոլոր ճանաչում եք իրան։ Խնդրեմ Արմեն ջան, համեցեք։ Ես փառք եմ տալիս Տիրոջը, որ երևում Աստծո գործը, Աստծո ձեռքը, իր առաջնորդությունը եկեղեցու ընթացքի մեջ, ամեն մեկիդ կյանքի մեջ։ Լսում եմ ձեր մասին, ուրախանում եմ շատ ձեր հաջողություններով, ձեռքբերումներով, փոփոխություններով։ Եկեղեցին պիտի փոխվի, եկեղեցին պիտի աճի, որովհետև եկեղեցին հզոր շինարար ունի, նրա անունը Հիսուս է։ Եկեղեցին ամենակարևոր օրգանիզմն է երկրի վրա։ Եկեղեցուց ավելի կարևոր բան չկա Աստծո համար։ Ճիշտ է, նրան նա իշխանությունը, փառքը, ամեն բան, բայց նա եկեղեցու մեջ է։ Աստծո հասցեն երկրի վրա եկեղեցին է։ Ինքը ասում է, որտեղ երկուսը կամ երեքը իմ անունովս հավաքված լինեն, ես նրանց մեջ եմ։ Դրանով ինքը ուզում ասի, որ ավելի կարևոր գործ չկա իր համար, քան լինել այնտեղ, որտեղ կարող ընդամենը երկու հոգի նրա անունով հավաքված են։ Կա մարդ, որ այսօր այստեղ եկել է Հիսուսի համար։ Չէ, բոլորի անունից մի ասեք, դու կարաս քո անունից ասես։ Քո սրտերը քննողը չես, որ իմանաս բոլորս այդ ձևեք, թե չէ, բայց ինչքան լավ է, որ մենք գանք Հիսուսի համար։ Գիտեք, որ մենք կարողանանք հավաքվենք, Հիսուսը իր արյունն է տվել մեզ, իր կյանքն է տվել մեզ, որպեսզի մենք կարողանանք նրա արյունով մտնենք նրա ներկայության մեջ։ Ամեն։ Հրյա քահանայապետերը շատ վախով ու դողով էին մտնում տարին մի անգամ սրբարանը, սրբության սրբոցը, որտեղ վախենում էին, որ Աստված կխփի իրանց, եթե հանկարծ այդ թափված գառի արյունը չբավարարեր Աստծո պահանջները, որտեղ ով գիտեր, գուցե աներևույթ հիվանդություն ուներ այդ գառը։
բայց Աստված մեզ համար իր գառը Հիսուսին զոհեց, նրա արյունը թափեց եւ Աստծո խոսքը ասում է, որ մենք համարձակություն ունենք գալու սուրբ տեղը նրա թափած արյունով։ Մենք նա ներկայության մեջ ենք, նա այստեղ է, չենք տեսնում նրան, բայց կարանք զգանք, կարանք շոշափենք, կարանք լսենք։ Դրա համար եկեք այսօր մեր սրտերը բացենք եւ օգտվենք այս հրաշալի հնարավորությունից, որ Աստված խոսա մեր սրտերի։ Համաձայն եք։ Սա շատ մեծ հնարավորություն է։ Մանավանդ եթե ասեմ, որ այսօր այս առավոտ շատ մարդիկ իրանց աչքերը չբացեցին։ Ֆիզիկական աշխարհից տեղափոխվեցին հոգևոր աշխարհ եւ կորցրեցին իրանց փրկության շանսը։ Նրանք վստահ եմ ամեն ինչ կտան, որ հնարավորություն ստանան գոնե 20 րոպեով վերադառնան եւ իրանց ընտրությունը շտկեն, Հիսուսին ասեն՝ դու իմ Տերն ես, իմ Փրկիչն ես եւ փոխեն իրանց հավիտենությունը։ Իսկ մենք ունենք դա, այստեղ հանգիստ, ույուտ, տաք, հավես, նստած ենք եւ լսում ենք Աստծո խոսքը, որը մեզ հնարավորություն է տալիս ընտրելու հավիտենական կյանքը, որի անունը Հիսուս Քրիստոս է։ Ամեն։ Ընդամենը մի շաբաթ է անցել Զատիկից, Քրիստոսի հարության տոնակատարությունից եւ ես կարծում եմ սխալված չեմ լինի, որ մի անգամ եւս իրար բարի լուր ասենք, որ Քրիստոսը հարություն է առել մեռելներից։ Ամեն։ Օրհնյալ է Քրիստոսի։ Եվ այդ հարությունը եւ նրա մահը ուղղակիորեն կապ ունի ամեն մեկիս հետ։ Ես ուզում եմ միտեղ կարդամ, որ գրված է Հռոմեացիս 4-րդ գլուխ 25 համարի մեջ։ Գրված է այսպես. որ մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Նա մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Ինչն է երկու անգամ կրկնվում այս մի նախադասության մեջ։ Մեզ համար մատնվեց մեզ համար եւ հարություն առավ մեզ համար։ Դա նշանակում է, որ նրա պսակը եղող հաչի մահը եւ հարությունը նրա հիմնական միսիան, որ պետք է աներ երկրի վրա, բացարձակապես եղել է մարդու համար։ Երբ որ ասում է մեր համար, ի նկատի ունի sense անորոշ անհայտ մարդկությունը, որովհետև ասողը, մեր համար ասողը մի անձնավորություն է, որը Քրիստոսի խենթ հետևորդն է, նրա անունը Պողոս Առաքյալը։ Եվ երբ որ ասում է մեր համար, չի ասում դրա մեջ թաքնվելով։ Այսօր գիտեք, երբ որ աշխարհի մեջ մարդկանց հետ խոսում ենք բարի լուրը եւ հետո հարց եմ տալիս, ասում եմ Հիսուսը ինչի համար մահացավ։ Շատերը ասում են ժողովրդի համար, մեր համար։ Եվ ես հասկանում եմ իրանց այդ ասած այդ մերը, այդ հոգնակին, այդ ժողովուրդը ծածկվելու, կորչելու տեղ է։ Եվ իրանք իրանց մխիթարում են եւ իրանց թվում է, թե իրանք այնտեղ ծածկվում են, չկան, որովհետեւ նախ ժողովուրդը ինքը որտեղ է այդ ժողովրդի մեջ, բայց այսօր ուզում եմ մի խոսքով ձեզ հետ կիսվեմ, որ մենք հասկանանք, որ Աստծո գործը ֆոկուսի մեջ է պահում հենց քեզ։ Նրա նպատակը հենց դու ես։ Նա հենց քեզ է նկատի ունեցել, երբ որ գնացել է խաչին, նա հենց քեզ է նկատի ունեցել, երբ որ մահացել է քո համար, իր արյունը թափվել է քեզ համար եւ նա հարությունը եղել է նույնպես քեզ համար։ Այսօրվա այս թեմայի վերնագիրը, նյութի վերնագիրը կոչել եմ արքայի միակ թեման։ Այն մարդիկ, ովքեր որ ում կյանքի մեջ որ Աստծո գործը ինչ որ չափի առաջ է գնացել, իրանք սկսում են տեսնել իրանց մեղավոր վիճակը։ Եվ հաճախ մարդկանց հարցնում եմ, ասում եմ դու մեղավոր ես, ինքը ասում է դե բոլորը մեղավոր են։ Այս տեսեք էլի ես բոլորի տակ ծածկվելը։ Դե բոլորը մեղավոր են, ուրեմն ես էլ եմ մեղավոր։ Չէ, հենց դու մեղավոր ես։ Քեզ քո մեղքերը հայտնի են, դու գիտես ինչն է սխալ եղել։ Ես ասեմ ձեզ, որ ես մի հատ անձնավորություն էի 20
մինչև 21 տարեկան ինձ համար մի հատ փիլիսոփայություն գաղափար էի հորինել, ոչ մի տեղից չէի վերցրել, ուղղակի իմ մեջ այդ ձև ես եկել էի եզրակացության, որ մարդկությունը ամբողջ բաժանվում է երկու մասի։ Մի մասը հոգևորական խավն է, քահանայությունը եւ այլն սպասավորները եկեղեցու, մյուս մասը մնացած մարդիկ աշխարհիկներն են, եւ ինչ որ հոգևորականի համար կարող է մեղք է, աշխարհիկի համար մեղք չի։ Դա իմ նման ուրիշ մեկը, որ էզև մտածել է։ Չէ, հա։ Ես մտածում էի, որ այս աշխարհի մեջ ինչ որ կա նորմալ է մեզ համար, այդ թող քահանաները սուրբ լնեն։ Ես խի պետք է օրինակ սուրբ լնեմ։ Այդ իրանցից է, որ պետք է պահանջվի, ինձանից չի պետք է պահանջվի, եւ ես ձև շատ վստահ էի, որ ես նորմալ ստատիստիկայի տեր մարդ եմ։ Մինչև մի օր, երբ որ երկու տատիկ առաքելական եկեղեցուց մեր տան մոտով անցնում էին եւ մի հատ բրոշյուր տվեցին ինձ, ասեցին տղես, էս տար կարդա։ Ես վերցրեցի փոքր բրոշյուր էր, քիչ էր գրած։ Մտա տուն մի անգամից բացեցի, սկսեցի կարդալ եւ այնտեղ գրված էր Աստծո դատաստանի մասին։ Եվ այնտեղ գրված խոսքերը, որոնք իմ ներսը շարժեցին ու ինձ փոխեցին, սա էր. չկա ծածուկ բան, որ դատաստանի օրը հայտնի չլինի բոլորին։ Աստված ծածուկը հայտնի կդատի դատաստանի օրը։ Այնտեղ գրված չէր Հիսուսի փրկիչ լինելու մասին, նրա մահվան, հարության, ոչ մի բան գրված չէր, գրված էր մենակ դատաստանի մասին։ Եվ այս խոսքերից հետո մի ձայն ինձ ասեց, ներսումս ասեց. «Այն ինչից դու ամաչում ես, այն ինչ թաքցնում ես քո մեջ եւ վախենում ես, որ ոչ ոք չիմանա, դրա անունը մեղք է եւ դատաստանի օրը քո թաքցրածը բոլորի աչքի առաջ կերևա եւ Աստված քեզանից պատասխան կպահանջի դրա համար»։ Երբ որ սա ասեց, ես հասկացա, որ ես կորած մարդ եմ, որ ես սարսափելի մեղավոր եմ, պիղծ եմ։ Եվ իմ հանգստությունը գնաց, իմ խաղաղությունը գնաց, ես կորցրեցի ինձ, որովհետև հասկացա, որ եթե Աստված ինձ չների, դատաստանի օրը բացի այն, որ ես խայտառակ կլինեմ, մի ամբողջ հավիտենություն կլինի իմ դատապարտությունը եւ իմ կորուստը, որ ես կտանջվեմ դժոխքի ամենաթունդ կրակների մեջ, եւ սա ոչ մեկը չէր ասել, ոչ մեկը չէր վախացրել, սա ուղղակի աստվածային հայտնությունով ինձ բացվեց։ Ես ընդամենը 21 տարեկան էի, հավատացյալների հետ շփված չէի, իմ համար հավատքը նա էր, որ գնում էինք ամեն կիրակի եկեղեցի ընկերներով, մոմ էինք վառում, իմ հարուստ ընկերներ ունեի, որ սենց խրցով մոմ էին առնում, սենց սյուն էին սարքում այդ մոմերը, ավազի մեջ դնում էին, վառում էին, սենց պարտ կանգնում էին, մինչև այդ մոմերը վառվեն, չգիտեմ աղոթում էր, թե չէր աղոթում այդ տղեն, բայց մենք աղքատ էինք ապրում եւ ես այնքան փող չունեի, որ գոնե մեր ընտանիքի ամեն անդամի համար մի հատ մոմ առնեմ։ Երկու հատ մոմ էի առնում, նոր էի ամուսնացած, իմ ու կնոջս համար, վառում էի այդտեղ եւ աղոթք էի մրմնջում ու ասում էի Տեր Աստված, շատ չհամարես իմ երջանկությունը։ Ինձ թվում էր, թե Աստված սենց խոժոր դեմքով դաժան մի անձնավորություն մտածում էր, որ հանկարծ չափից շատ չուրախանամ, հանկարծ չափից շատ լավ չլինի ինձ։ Այս ձև էի մտածում ես Աստծո մասին։ Հետո էլ, երբ որ այդ վերջացնում էինք արդեն, սենց հետ-էլ դուրս էին գալիս, եւ դա նշանակում էր, որ մենք հավատում ենք, որ Աստված այդ տեղ է մնում։ Եվ մենք չէինք ուզում մեջքով իրան դուրս գանք, հետ չէինք ուզում դուրս գանք, որովհետև հավատում էինք, որ Աստված այդ տեղ է մնում եւ սպասում է մեզ ամբողջ շաբաթը, որ կիրակի օրը գնանք ու իր առաջ կանգնենք, մեր մոմը վառենք, մեր պարտքը տանք, իրականում մենք մեզ խափում էինք, մեր խղճի պարտքն էինք տալիս եւ այդտեղից դուրս գալով այդ ակնածանքով, երբ որ դուրս էին գալիս վերջնականապես եկեղեցու տարածքից, մոռացվում էր ամեն բան, էլ Աստված չկար, մենք շարունակում ենք մեր կյանքը ապրել, մեր հիմարությունները, մեր մեղքերը, մեր ամեն ինչը, բայց հենց որ գալիս էր կիրակի հրեշտակի պես սիրուն,
հագնված, պատրաստված, գալիս ենք այդտեղ մեկը փորձեր ավելորդ սխալ պահեր իրան։ Այդ ձև մեր հավատքը դա էր, մեր Աստված ճանաչողությունը դա էր, մեզ թվում էր թե Աստված մնում է եկեղեցու պատերի մեջ եւ նրա մոտ մենք կվերադառնանք էլի։ Այսօր ուզում եմ ձեզ մի հատ հայտնություն փոխանցեմ, որ ձեր սրտերը շարժի ուղակի, որ Տերը ինձ տվել է եւ սա զարմանալի է։ Գիտեք, իմ առաջի հայտնությունը, որ ես ստացել եմ, իրական խորը հայտնությունը, որ ես ստացել եմ, դա եղել է այն ժամանակ, երբ որ ես երկար փնտրելուց հետո, թե ինչ անեմ, որ Աստված ինձ ների, երբ որ հասա արդեն փակուղի, կնոջս ուղարկեցի իրանց կուրսեցի մի հատ հավատացյալ աղջկա մոտ, որին ընդամենը մենակ բարև եմ ասել ու վերջ, որ իմ հետ չի խոսացել, ոչ մի բան, բայց իրան ներսի Աստծո ներկայությունը այնքան շոշափելի էր, որ ամեն անգամ, երբ որ իրան ես սպասում էի կնոջս, որ դուրս գար այդ իրանց հաստատությունից եւ հանկարծ այդ աղջիկն էր գալիս ու ես ծխում էի, այդ ծխածը ծուխը այնքան խորն էի ներս քաշում, որ ես հանկարծ իրան մի հատ ասեմ, բարև, հանկարծ ծուխ դուրս չգա, որովհետեւ ոչ ինձ հանդիմանել էր, ոչ ասել էր ծխելը մեղք է, ոչ մի բան, բայց իրան մեջի Աստծո ներկայությունը մի սրբություն էր պրոստը, եւ ես մտածեցի, որ այդ աղջիկը կիմանա, թե իմ մեղքերը ոնց պետք է ներվի։ Ես կնոջս կանչեցի, այնքան տղայություն չունեցա, որ ասեմ, այդ ես եմ, ասեցի մի հատ ընկեր ունեմ, շատ մեղավոր կյանք է ապրել եւ շատ զղջում է իր արած մեղքերի համար։ Ինքը ուզում է իմանա, թե ինչ պետք է անի, որ Աստված իրան ների, գնա հասմիկից հարցրու ինչ պետք է անի։ Մելանը գնաց եւ իր համար այդքան լուրջ չէր, գնաց, իմացավ, եկավ, դե ուրիշ վաղտ ինքը պետք է գար ինձ ասեր, բայց էլ այդ դրա ժամանակը չէր։ Ես դատապարտյալի պես սպասում էի այդ խոսքին, որպես իմ դատավճիռ։ Եթե ինքը ասեր, որ քեզ ներում չկա, ես կիմանայի, որ ինձ ներում չկար եւ դա կլիներ ամենաահավորը։ Գնացի Մելանի մոտ, ասեցի, իմացար, ասեց, ասա։ Ինչ ասեմ ընկերոջս, ասեց, գնա ասա, որ ոչ մի բան չպետք է անի։ Ասի ոնց, ներում չկա։ Ասեց, դու Հիսուսին գիտես, ասեցի չէ։ Ասեց գիտես ինչի համար է մահացել, ասեցի չէ։ Գիտես որ հարություն է առել։ Այսօրվա մեր նյութն է, չէ։ Նա մեր մեղքերի համար մատնվեց եւ մեզ արդարացնելու համար հարություն առավ։ Ասեց գնա ընկերոջդ ասա, որ Հիսուսը Աստծո որդին է, որ նա մահացավ խաչի վրա քո ընկերոջ մեղքերի համար, որ ների նրան։ Երբ որ սա ասեց, ես մտա մեր ննջարան, դուռը փակեցի, մի հատ մաշված դիվան ունեինք, նստեցի այդ դիվանի եզրին ու սկսեցի կռվել Աստծո հետ, անկեղծ։ Իմ հայտնությունը սա էր, ոնց կարող է իմ նման պիղծի համար այդ սուրբը մահանա։ Ոնց կարող է իմ համար Աստծո որդին մահանա։ Ես կռվում էի Աստծո հետ եւ ասում էի, ես չեմ կարա դա ընդունեմ։ Դա ճիշտ բան չի կարելի, որ նա մահացած լինի իմ համար։ Ես աշխատում էի հերքեմ այդ փաստը, մերժեմ, որ ջնջվի պատմության էջերից, որ դա եղած չլինի, որովհետև ես ով եմ, ես իրան ասում էի, ավելի լավ է ես դժոխք գնամ, քան թե ինքը մահանա, որ ես դժոխք չգնամ։ Դա չափից շատ է իմ համար։ Ու երբ որ լռեցի, Աստված նորից ինձ հետ խոսաց, ու ասեց այս խոսքերը. Քեզ արդարացնելու ուրիշ ճանապարհ չկար։ Ես հասկացա, որ գործ ունեմ կատարված փաստի հետ։ Եվ այդ փաստը, որը պատմական ինչ-որ արձանագրված դեպք է եղել, հանկարծ պատմությունից կտրվում է եւ գալիս է կանգնում է քո առաջ եւ ասում է, դա քո համար է եղել։ Քո համար, Աստված քո համար է արել, Հիսուսը քո համար է մահացել։ Ես ոտքի կանգնեցի եւ առանց մեկի օգնության, առանց մեկի հուշելու, չգիտեմ որտեղից իմ հոգին գտավ այդ բառերը, որ պետք է այդ ձև ասեի եւ ասեցի. Տեր Հիսուս, կյանքիս մեջ առաջի անգամ ասեցի Տեր Հիսուս, եթե դու իմ նմանի համար մեռել ես, հետո ասեցի չէ, կներես, եթե չէ, դու իմ համար ես մեռել, ուրեմն իմ կյանքը քեզ է պատկանում, ես իմ կյանքը քեզ եմ տալիս, խոստանում եմ ապրեմ նենց, ոնց որ դու ես ուզում
Հետո հանկարծ ես բռնացրեցի, որ ես չգիտեմ ոնց պետք է ապրեմ։ Ես գիտեմ ոնց մեղք գործեմ, չէ Դավիթ ջան, բայց ոնց ապրեմ ճիշտ, ես չգիտեմ, ու Աստված նորից ինձ ասեց, նոր կտակարան վերցրու ու կարդա։ Դրանից կարճ ժամանակ անց ես արդեն փրկված մարդ էի, Աստված շարունակում էր բացել իմ մեղքերը, եւ ես մի օր Իրիկունը գնացել էի իմ սենյակ նորից այդ նույն սենյակը, որտեղ Հիսուսին ընդունեցի, փրվել էի գետնին, գլուխս կպցրել էի պոլին, շատ կուզեի այդ պոլը բացվեր, դրանից էլ ներքև իջնեի, որովհետև ինձ անարժան էի համարում իր ներկայության մեջ լինելու, լացում էի եւ ասում էի. Տեր Հիսուս, կարողա դու իմ պահով սխալվել ես։ Կարողա դու ինձ պետք է չընտրեիր, որովհետև ես այդ մարդը չեմ։ Իմ մոտ չի ստացվում, ես մեղավոր եմ։ Ու լացում էի ես ձեւ, ու հույս չունեի, որ Տերը կխոսա ինձ հետ։ Ճիշտ ասած խոսք չեղավ, բայց ես իմ հոգու մեջ տեսա, երկնքում տեսա մի ժպիտ տեսա։ Եվ այդ ժպիտը սկսեց ինձ համար մեկնվել, այդ ժպիտը ինձ ասում էր, որդիս, դու դեռ նոր սկսում ես ճանաչել քեզ։ Գիտեք, նրանք ովքեր իրանք մի քիչ սկսում են ճանաչել, իրանք հասկանում են ով են իրանք եւ մի քիչ գիտեն թե ով Աստված, իրանց մոտ կոնֆլիկտ առաջանում եւ այդ կոնֆլիկտը սա է։ Իրանք ասում են դու ինձ հետ ինչ գործ ունես։ Հեչ եղել է որ դու ոնց կարաս ինձ սիրես։ Դու ոնց կարաս իմ նմանին ընտրես։ Ես որտեղ, դու որտեղ։ Հիշում եք Պետրոսը նավի մեջ, երբ որ այդքան շատ ձուկ բռնեց, ընկավ նավակի մեջ ու աղաղակեց, ասեց. Տեր, ինձանից մի կողմ գնա, ես մեղավոր մարդ եմ։ Մենք սկսում ենք հասկանալ եւ սկսում ենք եւ փորձում ենք, իհարկե դու չես ուզում որ նա գնա քեզանից, իհարկե դու գիտես որ նա միակ փրկությունն է, որ ուրիշ չկա, որ նա խենթի պես սիրում է քեզ, որ քեզ իրանից շատ է սիրում։ Դու չես ուզի որ գնաս, բայց դու հասկանում ես որ դու ինքը չեք կարա միտեղ լինեք։ Դավիթը այդ ձևի մարդ էր, որ ապրում էր հին ուխտի ժամանակներում, բայց Աստծուն այնքան լավ էր ճանաչում, ոնց որ մենք չենք ճանաչում այս շնորհքի դարաշրջանում։ Դավիթը իրան լավ էր ճանաչում։ Կարդացեք Դավիթի սաղմոսները։ Թողեք ես ձեզ համար մի երկու տեղ կարդամ Դավիթի սաղմոսներից։ Սաղմոս 8, 3-4 համար։ Երբ տեսնում եմ երկինքը, քո մատների գործը, դու սինն ու աստղերը, որ դու հաստատեցիր։ Դավիթը նայում է երկնքին, գիտի, որ Արարիչը, ճարտարապետը Աստված է։ Այդ մեծությունները, այդ գալակտիկաները, այդ անհուն անverջ աճող տիեզերք։ Գիտեք, որ գիտնականները պարզել են, որ տիեզերքը շարունակում է տարածվել։ Բայց Աստծո խոսքը որ ասում է, որ նա իր թզով է չափում տիեզերքը։ Եվ Դավիթ ասում է, երբ որ ես այս ամեն ինչը տեսնում եմ, հետո ասում է. Ինչ է մարդը, որ դու հիշում ես նրան, եւ մարդու որդին, որ դու հոգ ես տանում նրա համար։ Լսեցիք Դավիթը ինչ ասեց։ Նա չասեց ով է մարդը։ Նրանք ովքեր քերականությունից տեղյակ են, մարդու համար դա ով հարցն է։ Անշունչ առարկաների եւ կենթայիների համար դա ինչն է։ Եվ Դավիթը չի ասում ով է մարդը, ասում է ինչ է մարդը, եւ չի ասում մարդկանց մասին, խոսում է իր մասին։ Մի մարդ, որին Աստված ասում է իմ սրտի համեմատ է ինքը։ Ինքը բացահայտել է թե ով է ինքը եւ ասում է ինչ է մարդը, որ դու հիշում ես։ Ձերներ մի բան ասեմ ձեզ, որ Աստված երկինքը ու երկիրը երբ որ ստեղծեց, իմիջիալոց երբ որ նա ասեց լույս լինի, դրանով ընթացք տվեց ամբողջ մարդկության պատմությանը։ Երբ որ ասեց լույս լինի, նա հայտարարեց Հիսուս Քրիստոսի մուտքը արարչագործության մեջ, որովհետև Հիսուսն է լույսը։ Հիմա ասում եմ ձեզ հարց տամ, եթե Աստծո տեղը դուք լինեիք, դու լինեիր։ Եվ դու իմանայիր, որ հենց հիմա այդ բառը որ հայտարարես եւ մեխանիզմը գործի ընկնի,
դու ստիպված ես լինելու քո որդուն խաչի վրա բարձրացնես։ Դու կասեիր այդ բառը լույս լինի։ Եթե իմանաս, որ դա քո որդու մահն է արժենալու, դու կսկսեիր դա։ Դուք ոնց եք պատկերացնում Աստված այդ ամբողջ մեծությունը, այս գալակտիկաները, այս տիեզերքը ստեղծեց, հետո ստեղծեց երկիրը, արևը, լուսինը, հետո սկսեց երկրի վրա աշխատել։ Հասկանում եք, որ ինքը մեծ մասշտաբներից սկսեց փոքրացնել երկիրը, արևը, գիտեք, որ երկիրն ու արևը իրարից այնքան են տարբեր, ինչքան ֆուտբոլի գնդակն ու գնդասեղի գնդիկը։ Դուք պատկերացնում եք, Աստված ինչքան է մեծ, պատկերացնում եք, որ երկրի վրա, այդ գնդասեղի գնդիկի վրա Աստված Եդեմը սարքեց։ Հատուկ իր ճաշակով ամեն տեղից ամենալավ բաները այդտեղ։ Աստված այդ բոլորը ստեղծում էր որպես ֆոն, որպեսզի մարդուն ստեղծի։ Այդ փոշի հատիկը։ Եվ այդ բոլոր բաներին ինքը խոսքով էր ստեղծել եւ ասել էր երկիրը թող բուսականություն, կենթանիներ, ջուրը թող ձկներ, կետեր, մեծ խոշոր կենթանիներ ջրային ստեղծի, բայց երբ որ ինքը պետքա մարդուն ստեղծեր, ինքը ասեց հիմա մեր նմանությամբ եւ մեր պատկերով մարդ ստեղծենք եւ ստեղծեց իր ձեռքով եւ իր շնչից փչեց նրա մեջ այդ փոշու հատիկի մեջ Աստված ամենայն որտեւ այդ ամեն ինչը իր համար էր ստեղծած դու հասկանում ես որ նույնը դա քեզ է վերաբերվում եւ Դավիթ ասում է ինչի եթե դու չես զարմանում թե Աստված այդ ինչի է քո հետևից ընկած նշանակում է դու չես ճանաչել Աստծուն ու չես ճանաչել քեզ Ուզում ես հասկանալ, սիրելիս, որ Աստված քո հետևից է, նրա ամբողջ մտածմունքը եւ զբաղմունքը նրա համար ամենակարևոր գործը դա դու ես։ Ես չգիտեմ մենք որ արթնանում ենք, բարի լույս ասում ենք, բայց ես գիտեմ որ նա հաստատ տեսնում է մեր արթնանալը։ Եվ հաստատ օրհնում է մեզ, որովհետեւ Սաղմոսի մեջ գրված է սա այն օրն է, որ Աստված ստեղծեց եւ ասում է եկեք ցնցանք նրա մեջ։ Դու պատկերացնում ես, որ Աստված քո ամեն օրվա համար աշխատում է, որ դու այդ օրվա մեջ ուրախություն ունենաս։ Սաղմոս 144, երկրորդի 4 խոսքերը։ Ով իմ ողորմություն եւ ապավեն, իմ օգնական եւ փրկիչ, իմ պահապան, որին ես ուսացած եմ, որ հնազանդեցնում ես ժողովրդին իմ ձեռքի տակ։ Տեր, ինչ է մարդը, որ նրան ճանաչես, Եվ մարդու որդին, որ ուշադրություն անես նրան, մարդը նման է ունայնության նրա օրերը անցնող շուքի պես են։ Զգացել ես, որ քո ամբողջ անցած կյանքի մեջ բաներ են եղել, որոնց պատճառով դու պիտի չլնեիր։ 100%-անոց պիտի չլնեիր, բայց ինչ որ մի հրաշքով ու դու քեզ չես էլ ստիպել մտածես այդ ոնց եղավ, այդ ոնց է ձև պատահեց Չես էլ գլխի ընկել, որ կարող ես դու հասկանում ես, որ ինքը քո ճանապարհների մեջ է եղել, քեզ հետ ամեն ժամանակ քեզ պահել է, հոգա տարել քո համար։ Աստծո խոսքը ասում է, քո բոլոր ճանապարհների մեջ նրան ճանաչի, գիտեք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ամեն օր, ամեն ժամանակ նա քո հետ է, ամեն տեղ, որտեղ որ դու լինես, եւ եթե ուշադիր լինես, դու կտեսնես նրա գործերը եւ կճանաչես նրա սերը քո նկատմամբ։ Ինչ օրհնյալ է մեր Տերը, չէ՞։ Ինչքան մարդասեր է, իր ամբողջ էությունը։ Սաղմոս 139 Տեր դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։ Կարծում եք մենակ Դավիթի մասին է խոսքը։ Չէ, դա ամեն անհատ մեկիս մասին է։ Դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։ Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը։ Հերվից իմանում ես իմ մտածմունքները, իմ գնալը եւ պարկել քնելը։ Ճանաչում ենք մենք այս Աստծուն։
ով որ սենց խենթ սիրահարի պես աչք չի կտրում քեզանից։ Ես երբ որ կարդում եմ այս տողերը հիշում եմ, որ ես նոր սիրահարվել էի կնոջս։ Ինքն էլ շատ դաժան էր։ Չնայած քրոջս բարեկամները նստած են այստեղ։ Սոնան, այդ դաժանը ես իմացել էի տան տեղը իրանց, ամեն առավոտ վեր էի կենում, մի հատ կոֆե էի խմում, նստում էի ավտոս գնում էի իրանց տան մոտ, խաչմերուկում կանգնում էի հերթապահության, որ տենամ իրան։ Մի քիչ նման է։ Եվ գիտեք իրան երբ էի տենում, որ դուս էր գալիս պոլերի լվացած ջուրը թափելու։ Ես հատուկ անցնում էի իրան ճամփով մի քանի անգամ ու տորմուզ էի տալիս, որովհետև ինքը գիտեր իմ տորմուզը հետևում է ստոպը, սենց այն որ գնացող եկող լույսերն ելնում է, տորմուզ տված գնում էի, որ ինքը իմանար, որ այդ ես եմ նորից անցնում այդտեղով։ Որ իրան տեսել էի ճանապարհին ասում էի, ինքը ինձ ահավոր մերժում էր, չէր ուզում տենար։ Ես էլ բացարձակ ոչ բառը չէի հասկանում։ Փակվել էր իմ համար, որ ոչ կարա ալնի։ Ես էլ իրան ավտոբուս նստելուց առաջ ասում էի, այսօր ժամը 7-ին գալու եմ դուրս կգաս բալկոն։ Ու ժամը 7-ին հանդիսավոր իրան սաղ հարազատությունը բալկոնում նստած էին ինքը չկար։ Ես ասում էի, գնա թաքնվի, ես գիտեմ, որ պատուհանից նայում ես։ Ու դանդաղ հանդիսավոր տորմուզ տված ասնում էի այդտեղով, որ իմ ստոպները իմ տեղը խոսան իր հետ։ Լավ, ես ասենք, թե իրա գեղեցկությունը, հասակը, տեսքը, այդ ամեն ինչը գերել էր ինձ։ Ու ինչը, իմ ինչը գերեց։ Կարաս այդ հարցին եթե պատասխանես դու այդ հարցին, քո նման մարդ գոյություն չունի ամբողջ արարչագործության մեջ։ Խնդրում եմ մտածի այդ մասին, մի հատ հարց տուր իրան, ասա ինչու, ոնց, ինչու գնացիր խաչին իմ նմանի համար, ինչ կտար իմ մեջ։ Իմ բոլոր ճանապարհները գիտես, դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, դու ամեն ինչ գիտես, իմ հետևից ու առաջից շրջապատում ես ինձ, քո ձեռքը դրել ես իմ վրա, այս գիտությունը ինձ համար շատ զարմանալի է, բարձր է և չեմ կարող հասկանամ, ինչի ես անում ես բաները, մեկ էլ հոբն է ասում է ձև, ինչի չես թողնում ինձ հանգիստ, ինչ ես անում, ինչ ես ինձ դարձրել քո նշանակետը, թող ապրեմ, խիչ ես թողում, որ ապրեմ, ինչ եմ արել ես։ Նա այդ ձև սիրում է քեզ։ Եվ ամենասարսափելի բանը, որ մարդը կարող է կորցնի իր կյանքում, կորցնի են աստվածային սերը, որը իր որդուն խաչի վրա գամեց և թողեց, որ տառապի։ Նա որ պիտի ընտրեր, կամ Հիսուսը կամ դու, նա ընտրեց քեզ։ Հարց տուր ինչու։ Դավիթ շարունակությունը էզև ասում, ուր գնամ քո հոգուց, քո երեսից ուր փախչեմ, ինչի է ուզում Դավիթը փախնի, ինչի չի վայելում աստվածային այդ սերը, գիտեք, ախր որովհետև գիտի, որ ինքը ինչ մեղավոր է, այն մարդիկ ում որ ասում ես, աստված սիրում է քեզ և ինքը որպես այդ ձևին, ձևել պտիլներ, բա ուրիշին ում սիրեր, ինձ պտի սիրի, չէ, սա ցնդաբանություն է, մի մարդ, եթե մի քիչ իրան ճանաչի, ուզենա փախչի, հեչ եղել է, որ քո խիղճը քեզ ասի, դու ստեղ եկեղեցում լինելու, արժանի չես, եղել է, թե մենք գալիս ենք որպես ամենաարժանի մարդը, իրականում չենք, իրականում մեր արժանիքների համար չի, որ Աստված գալիս է այստեղ, իր անբացատրելի սիրո պատճառով է գալիս, և իրան չեն կարա մի պատճառ տանք, որ ինքը մեզ ավելի սիրի, գիտեք երկու անչափելի բաներ կան, մեկը մեր մեղքերը, որ անչափելի են, համաձայն եք, Ռաֆայել եղբայրը շատ ուժեղ էր բացատրում, ես հիմա չեմ էլ հիշում այդ իր ասած թվերը,
Բայց ինքը մոտարապես այսպիսի ստատիստիկա էր անում, ասում էր միջին հաշվով մի րոպեում մարդու մտքով քանի միտք կանցնի։ Եկեք իրար հետ ասենք, քանի միտք կանցնի մի րոպեում։ Եկեք վարկյանի մեջ մարդու ուղեղը ինչեր է մտածում։ Ասենք 100 հատ մի րոպեում, 100 հատից քանիսը մեղավոր կլինեն։ Դա դե բազմապատկեք դա մի ժամ, հետո բազմապատկեք 24 ժամ, հետո բազմապատկեք 30 ամիս, դա դարձրեք մի տարի, հետո բազմապատկեք ձեր տարիքով, գիտակից տարիքով բազմապատկեք։ Դավիթ ասում է իմ բոլոր մտքերս դեռ չպատասխանած, դու գիտես։ Կներեք սիրելիներ, ես ինձ էլ ձեզանից ենկոմ չեմ դասում, հանկարծ չմտածեք, որ դա ինչի վերաբերում, բայց մեզ ամենաշատ սիրող մարդը, եթե հանկարծ մեր մտքերի մեջ միկրոֆոն միանա և հանկարծ այդ մարդը սկսի լսել մեր մտքերը, ինչքան կդիմանա մեր կողքին, կփախնեն, չէ՞։ Նա ոչ մենակ իրականը գիտի նաև այն սարսափելի պոտենցիալը, թե մենք ուր կարանք հասնենք, եթե հանկարծ ինքը թույլ տա։ Որովհետև մենք ամենաընկած մարդուց ոչ մի բանով լավը չենք։ Տարբերությունը մեր ու նրանց նա է, որ Աստծո շնորհքը մեր կյանքի պայմանները, ընտանեկան դաստիարակությունը որոշակի դեր են խաղացել, բայց եթե հանկարծ կյանքը ուժեղ սխմի մեզ, մինչև տուպիկ, մենք ավելի վատը կարանք լինենք։ Համաձայն եք։ Եվ Դավիթը ասում է, ես ուզում եմ քեզանից փախչեմ, բայց ձև չկա, դու շրջապատել ես ինձ։ Ես տեղ չունեմ գնալու քեզանից։ Հիմա ուզում եմ մի բան ասեմ ձեզ։ Աստված մարդու մասին մտածում էր դեռևս այն ժամանակ, երբ ոչինչ դեռ չէր ստեղծել։ Եսայա 6-րդ գլխի մեջ, երբ որ Եսայան մտնում է Աստծո ներկայության մեջ, տեսնում է Աստծուն, տեսնում է իր մեղքերը, հետո հանկարծ լսում է այսպիսի ձայն Աստծուց, որ ասում է, ով կգնա մեզ համար ում ուղարկենք։ Ծանոթ է այս խոսքը ձեզ։ Եսայան լսում է, որ Աստված հարց է տալիս։ Եվ Եսայային թվում է, թե այդ հարցը իրան է վերաբերում։ Բայց իրականում դա Աստծո քննարկման նյութն էր, այն հարցի վերաբերյալ, որ երբ որ մենք մարդ ստեղծենք, այդ մարդը մեզ կդավաճանի և կարիք կլինի նրա համար կրկնակի վճարելով հետ բերել, գին պետք է վճարվի, ով կգնա, այդ հարցը ուղղված էր Հիսուս Քրիստոսին, Աստված մինչև մարդը ստեղծելը ճշտում էր այդ հարցը, նա գիտեր ամեն բան և նա հարց էր դրել, եթե մենք ստեղծենք, այսպես կլինի, ով կվճարի, և Սաղմոսի մեջ գրված է Հիսուսի խոսքերը, զոհի և ընծայի չհավանեցիր, ինձ մի մարմին պատրաստեցիր, ահա գալիս եմ քո կամքդ կատարելու, ով Աստված։ Հավիտենությունից առաջ Աստծո միակ թեման դու էիր, մարդը։ Եվ հավիտենությունից առաջ Հիսուս Քրիստոսը համաձայնվել էր մահանա քո համար։ Ոնց է ձեզ համար։ Լսեք։ Ինչպես որ մեզ նրանով ընտրեց աշխարհի ստեղծելուց առաջ։ Այս գրված է Եփեսացիս թղթի մեջ։ Նա մեզ ընտրեց մինչև աշխարհը կստեղծեր։ Մինչև աշխարհը կստեղծեր դու նրա օրակարգի միակ թեման էիր։ Նա քեզ ճանաչում էր, նա քեզ տեսել էր, նա տեսել էր քո որոշումները, քո քայլերը, նա տեսել էր, որ դու կգաս իրան և նա ընտրել էր քեզ։ Եվ այդ բոլորը պատճառ եղավ, որ Հիսուս Քրիստոսը գա և իրականացնի իր մահով մեզ նրա մոտ գնալը։ Աստծո ծածուկ իմաստությունն ենք խոսում, խորհրդով, որ Աստված հավիտենից առաջ սահմանեց նրան մեր փառքի համար։ Աստված
Հավիտենությունից առաջ ծածուկ իմաստություն է սահմանել, որ մենք հասնենք դրան եւ դա մեզ փառավորի ինչ ոնց որ այսօր։ Քո սիրտը չի փառավորվում, երբ որ լսում ես, որ Աստված հավիտենության մեջ աշխարհի սկզբից առաջ քեզ ճանաչել է։ Եվ քո համար որոշում ա ունեցել են վաղ դեռնա մահանալու։ Այն ինչ որ Հիսուսը արեց խաչի վրա, դա այն ժամանակվա որոշումն էր, որ իրականություն դառավ։ Կարաս ասես փառքես Տեր։ Ավելի լավ եկեք ասենք Տիրոջը։ Իրա նմանը չկա իսկապես, ու մենք կարիք ունենք ճանաչելու նրան։ Հայտնության 13:8-ում գրած է. «Եվ կերկրպագեն նրան երկրի վրա բոլոր բնակողները», այս սատանայի մասին ասում, որոնց անունները գրված չեն գառան կյանքի գրքի մեջ, որը աշխարհի սկզբից առաջ արդեն մորթված էր։ Հասկանում եք։ Նա մեր մեղքերի համար մահացավ, դա նշանակում է, որ Հիսուսը աշխարհի սկզբից առաջ այդ ամեն ինչը իմանալով արդեն պատրաստ էր մեզ համար մահանալ։ Ո՞վ ենք մենք։ Արժենք մենք այդքանը։ Մենք որպես մեղավոր մարդ նման ենք մի ահավոր մեծ անդունդին, որ ոչ մի բանով լցնել չի լինի։ Բացի մի բանով, որ նորից անդունդի նմանա Աստծո հավիտենական սերը, որը լցնում է այդ անդունդը իրանով եւ կարողանում է բավարարել այդ անդունդի կարիքը։ Հարթ Տիրոջը, չէ՞։ Մենք ենք նրա մահվան միակ պատճառը։ Կարաս ասես ես եմ նրա մահվան պատճառը։ Գիտեք դա ինչ է նշանակում, որ դուք, ովքեր որ ասեցիք, նրանք էլ ովքեր որ չասեցին, մասնակցել են Հիսուսի սպանությանը։ Եվ մեր ամբողջ մեղքերի հանրագումարը մի կողմից այդքան այդ ամբողջությունը չկա, որպես մեղք, ինչքան այն, որ մենք Հիսուսի մահվան պատճառն ենք եղել, մենք սպանել ենք նրան։ Հիսուսը մեռավ մեր մեղքերի համար, ամեն, բայց նա հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Եթե մեր մեղքերի համար մեռել է, էլ ինչից պետք է մեզ արդարացնի։ Իրան սպանելու հանցանքից։ Որտև մենք մեր մեղքերով սպանել ենք իրան, եւ եթե նա մնար մահացած, մեր ամբողջ մեղքերը մի կողմ մենք կդատապարտվեինք որպես Աստծո որդու սպանողներ, բայց նա հարություն առավ, որ մենք արդարանանք։ Հարթ Տիրոջը Աստծո սերը վճարեց Աստծո արդարության պահանջը։ Աստծո արդարությունը պահանջում էր, որ մեղավորը մեռնի, բայց Աստված իր սիրով վճարեց իր պահանջը։ Աստված իր որդիով վճարեց իր պահանջը, որպեսզի կարողանա մեզ կյանք տա։ Չգիտեմ, լսել եք թե չէ Բիլի Գրեհեմ անունով մի հրաշալի ավետարանիչ, որ շատ արդյունավետ ծառայություն ունեցավ, միլիոնները իր քարոզչությամբ ճանաչեցին, Աստծուն փրկվեցին։ Ինքը մահացել է, արդեն չկա։ Մի անգամ մեքենայով գնալու ժամանակ Ամերիկայում ոստիկանը կանգնացնում է իրան եւ փաստաթղթերն ա ուզում, փաստաթղթերը տալիս է, ասում է, պարոն Բիլի Գրեհեմ ես, դուք եք, ասում է, այո, ես եմ, ասում է, շատ ցավում եմ, դուք խախտում եք արել, ես պիտի տուգանեմ ձեզ, ասում է, համեցեք, տուգանեք, ոստիկանը ասում է, բայց իմ հարգանքը ու սերը ձեր նկատմամբ այնքան շատ է, որ ես չեմ կարա ձեզ տուգանեմ, ես չեմ կարա չտուգանեմ, որովհետև արդարությունը ինձանից պահանջում է, որ ես տուգանեմ, որովհետև այս կամերաները այստեղ ֆիքսել են քո խախտումը, ես պետքա տուգանեմ ձեզ։ Բիլի Գրեհեմը ասում է, համեցեք տուգանեք, ասում է, բայց ես չեմ կարա ձեզ տուգանեմ, որովհետև իմ հարգանքը ձեր նկատմամբ թույլ չի տալիս։ Ինչ անեմ ես, հետո հասկանում եմ, ասում է, շատ լավ, ես գտա ձևը, ես հիմա տուգանում եմ ձեզ եւ գրում է այդ տուգանքը։ Բիլի Գրեհեմը ասում է, տվեք, որ ես մուծեմ, ասում է, չէ, ես գտել եմ ձևը։
Ես տուգանեցի, ես էլ կվճարեմ ձեր համար։ Դա իմ սերն է ինձ ստիպում։ Եվ Բիլի Գրեհեմը ասում է, որդիս Աստված էլ է ձև արեց։ Ինքը չէր կարող չֆիքսել, որ մենք կորած մեղավոր ենք։ Բայց իր սերը չէր կարող թույլ տալ, որ մենք գնայինք դժոխք մեր մեղքերի պատճառով։ Եվ Աստված իր որդիով վճարեց մեզ համար։ Վճարեց քո համար։ Մեզ համար գառներով չի վճարված, գիտեք, որ մենք լսենք, մեզ լավ զգանք, հետո գնանք ֆրֆրանք, ոնց ուզենանք ապրենք, չէ, մեզ համար որդու կյանքով է վճարված եւ մենք պարտավոր ենք այդ կշերքի նժարը հավասարացնենք։ Քո համար վճարված է երկնքի ամբողջ հարստությամբ գանձով, որի անունը Հիսուս Քրիստոս է։ Քո համար վճարված է ամբողջ գինը, ինչ որ երկինքը կարող էր ունենալ եւ մի բան էլ ավել։ Եվ դրա փոխարեն Աստված ուզում է, որ մենք իր որդիները դառնանք։ Եվ գիտեք, դրանից հետո, այս լուրը լսելուց հետո, դու այլևս երբեք չես դատվի որպես մեղքեր գործած մարդ։ Այս լուրը լսելուց հետո դու կդատվես Աստծո ամբողջ դաժանությունով, որպես Աստծո զոհը մերժած անձնավորություն։ Որովհետև հայրը երբեք չի կարող հանդուրժի, որ իր որդու զոհի կողքով մեկը անտարբեր անցնի։ Մենք պարտավոր ենք նրան ասենք, այո, դա իմ համար է եղել։ Եվ մենք պարտավոր ենք դրա փոխարեն հատուցենք մեր ամբողջ կյանքով, նենց ոնց որ Հիսուսը մեզ համար վճարեց։ Մենք չենք կարող իմանանք սա եւ ապրենք ոնց ուզում ենք։ Մեր վրա ահռելի պարտք կա, նրա անունը Աստծո որդի Հիսուս Քրիստոսն է։ Եվ մենք պետք է հատուցենք այդ պարտքը, հանձնելով նրան մեր կյանքերը։ Նա հարություն առավ եւ հարություն առած նույն Հիսուսն է։ Այն նույն Հիսուսը, որը գնաց մեռնելու, ով որ մահերից հարություն առավ, նույն Հիսուսն է։ Երբ որ աշակերտները, երբ որ կանայք գնացին գերեզման եւ տեսան, որ գերեզմանը դատարկ է, հրեշտակը նրանց ասեց, ինչ եք ողջին մեռելների մեջ փնտրում, չէ՞։ Ինչ ասեց հետո, նա այստեղ չի, հարություն առել։ Եվ երբ որ բոլորը գնացին, Մարիամը չկարեցավ ոչ մի տեղ գնալ։ Որտեւ Մարիամը մի անձնավորություն էր, նախկին ամբարո կյանքի տեր, 7 դևով դիվահար, որին Հիսուսը մաքրել էր, արժանապատվություն էր տվել, երկրորդ կյանք էր տվել, պատիվ էր տվել, դարձրել էր իր թիմի անդամ, որը դարձել էր Մարիամի կյանքի իմաստը, եւ հետո մահացել էր արդեն, եւ Մարիամը փնտրում էր Հիսուսի դիակը, որ գոնե դիակի կողքին շարունակի իր թշվառ կյանքի շարունակությունը։ Եվ ինքը մի անգամ էլ է մտնում այդտեղ, եւ նորից հրեշտակներին է տեսնում, որ ասում են, որ այստեղ չի նա։ Եվ նա ասում է, ասեք, որտեղ եք դրել, որ ես գտնեմ նրան, որովհետև առանց իր հնարավոր չի։ Երբ որ շրջվում է, տեսնում է Հիսուսին, բայց չի ճանաչում։ Եվ Հիսուսը իրան ասում է, ով կին, ինչ ես փնտրում, ինքը ասում է, Հիսուսին եմ ուզում։ Եթե դու ես վերցրել, ասա։ Եվ Հիսուսը ընդամենը մի բառ է ասում։ Ինչ է ասում։ Ասում է, Մարիամ։ Եվ այդ Մարիամը միակ Հիսուսի շուրթերի մեջ էր, որ պատիվ ուներ, արգանք ուներ, իմաստ ուներ, արժեք ուներ, որտեղ բոլոր տղամարդկանց բերանի մեջ Մարիամը դա ամբարոյության հոմանիշ էր, բայց Հիսուսի շուրթերից դուրս եկած Մարիամը սեր, կյանք եւ ամեն ինչ էր, եւ Մարիամը հասկանում է, որ նա ով որ ինքը չի ճանաչում, Հիսուսն է, եւ խենթորեն ուզում է փաթաթվի Հիսուսի ոտքերին, իսկ Տերը ասում է, չէ Մարիամ, ես դեռ չեմ գնացել հորս մոտ։ Նա չի ասում, բայց ես ուզում եմ ասեմ, Հիսուսը ըստ էության ասում է, ես պետք է արդեն ընդեղ լինեի, բայց քո սերը եւ քո կարոտը ինչ թողեց, որ ես գնամ հորս մոտ, ես հետ եմ եկել, որ քեզ հանդիպեմ։ Ինչքան բան ենք մենք բաց թողում, երբ որ չենք հասկանում, որ Հիսուսը անգամ հոր մոտ կանգնելուց ավելի մեր հետ հանդիպումն է կարևորում։ Դուք պատկերացրեք, այս անձնավորությանը մենք մերժում ենք տարիներ շարունակ ու իր մասին չենք էլ մտածում, փորձում ենք չհիշենք էլ, որովհետև գիտենք, որ դա ինչ որ բան փոխելու է մեր կյանքի մեջ, իսկ մենք պատրաստ չենք անում նրա այդ բաները թողելու։ Ու նա մի կյանք մեր հետևից գալիս է,
սպասելով մեզ, պահելով մեզ, մինչև որ մենք հասնենք այդ գիտակցությանը ու հասկանանք, որ նա ուրիշ պատճառ չուներ մեռնելու, բացի իմ և քո մեղքերը։